Տրտանց ասենք Փառք Հիսուսին քուրեր եղբայրներ ջան։ Փառք Տիրոջը, որ այո, մեր ոտքերը այսօր ուղղել է իր տան մեջ, իր խոսքը լսելու, նորոգվելու, զորանալու եւ քայլելու իր հետ մնալու։ Տիրոջ անունը փառավորվի։ Սրտումս դրվել է խոսեմ հաղորդակցության մասին, քուրեր եղբայրներ ջան, հաղորդակցվելու, շփվելու ոնց որ։ Մենք այսօր նայենք մեր ընթացքին, ամեն մեկս ուշադիր լինենք մեր հավատքի կյանքին, մեր հաղորդակցությունը ում հետ է, քուրեր եղբայրներ ջան, ես ում հետ եմ հաղորդակցվում։ Ես այստեղից խոսել եմ, կարծեմ մի քանի անգամ դաժե, տենց մեր հաղորդակցությունը, եթե ես ուզում եմ հոգևոր մարդ դառնամ, ես իմ հաղորդակցությունը պետքա լինի Հիսուսի հետ, այսինքն խոսքի հետ, ավետարանի հետ, եթե ես ուզում եմ հավատքի մարդ դառնամ, Սուրբ Հոգու հետ եւ օծյալ զավակների, օծյալ մարդկանց հետ, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այստեղ որ նայում ենք ծննդոցի մեջ, ուրեմն 3-րդ գլուխ առաջի խոսքից հեսա կգարթամ, մեզ թվում է թե Ադամը Եվան կերավ մեղ գործեց, բայց ուզում եմ կարդանք, տեսեք ինչից սկսավ այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը սկսավ հաղորդակցությունից։ Կարդում եմ 3:1-ից կարդում եմ։ Եվ Տեր Աստծո ըրած, ասում է, եւ Տեր Աստծո ըրած դաշտի բոլոր գազաններեն ավելի խորամանկ էր օծը, որ կնոջը սավ։ Իրավ Աստված ըսավ, թե պարտեզին որևէ ծառեն պիտի չուտեք։ Կինը օծին ըսավ, պարտեզին ծառերուն պտուղեն կրնակ ուտել, բայց պարտեզին մեջտեղը եղած ծառին պտուղեն համար Աստված ըսավ, անկե մի ուտեք եւ անոր մի դիպչիկ, որպեսզի չմեռնիք։ Օծը կնոջը սավ, ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անկե ուտեք, աչքերնիդ պիտի բացվին եւ Աստվածներու պես պիտի ըլլաք բարին ու չարը գիտնալով։ Կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր, կերակուրի համար հաճել իր աչքերուն, փափագելի իմաստուն ընելու համար, առավ անոր պտուղեն կերավ եւ իր երկանն ալ տվավ եւ անիկալ կերավ։ Հիմա այստեղ որ նայում ենք, մոտիկացավ, ասում է օծը խորամանկ էր, Էսի սատանայի ստրատեգիան է, քուրեր եղբայրներ ջան, խորամանկ էր, մոտիկացավ, բռնկվեցին, սկսեցին հաղորդակցվել զրույցի մեջ։ Հիմա ստեղ ուզում եմ մի քանի կետերով, այտենց 7 կետ առանձնացրել եմ այս համարների վրա, կուզենամ կանգնենք, որ մենք ավելի պարզ շիտակ տեսնենք, որ Սուրբ Հոգին մեր աչքերը լուսավորի, որ մենք տեսնենք իր գործնեությունը եւ կարողանանք հակառակ կենալ, որովհետեւ այստեղ որ նայում ես, լավ էլ մտավ խոսակցության մեջ, լավ էլ շփումը ստացավ, արդյունքում եղավ այո հաճելի, ցանկալի եւ պետք է վազի ոտերս, չի կարա չվազի, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար որտեղից սկսավ, մենք պետքա շատ ուշադիր լինենք եւ էսի մեր առօրյա կյանքի մեջ սկսվում է մեր մտքի ապականված մեր սրտի արդյունքում հաղորդակցությունը դից սկսում է եւ նաեւ կարող բերի մեկ այլ մեկի միջոցով ինչ որ հարցով բերի սկսի տանուլ տանք դրա համար Աստված թող օգնական լինի որպեսզի մենք արթուն լինենք անկման սկիզբը եղավ այո հաղորդակցությունից զրույցից սկսավ եւ տեսեք արթամ 2-րդ Կորինթացիների մեջ ինչ է ասում 2-րդ Կորինթացիս ուրեմն կարդում եմ 6:14-ից Անհավատներուն հետ օտարական լծակից մի լակ, քանզի ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրության հետ եւ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ։ Հիմա պատկերացրեք, Աստված դրել է իրանցը, որ պետք է հաղորդակցվեն իր հետ, ուրախանան, չէ իրանով։ Մեկը հայտնվել է ու իր հետ ինչ որ գործ են բռնում, ինչ որ զրույցի են բռնկվում։ Հələ պատկերացնենք, ամեն մեկս պատկերացնենք Կիննա թե տղամարդնա, ամուսինն են, թե հայրնա, թե ով, հələ պատկերացրա, ամուսինը տեսնում է կինը օտար մեկի հետ, այտենց գործա բռնում, էլի այտենց, իր ոչ ներկայության ժամանակ, իր դուրը կգա, հələ պատկերացրա Աստված սիրող հայր է ինձի, Քրիստոս իմ, չէ, հարս, մենք եկեղեցին հարսն է իրա, հələ պատկերացրա, ես գործ եմ բռնում նես թաքուն ինչ-որ բանով, Տիրոջ դուրը գալիս է, Պատկերացրեք, այս ամեն բանի մեջ քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ասում է, ինչ գործ ունես դրա հետ։ Այսօր շատ անգամ երիտասարդներին ուղղվում է, մեզի շատ անգամ խոսքը ուղղվում է Տիրոջ հետ հաղորդակի ցեղի։ Շփվի ավետարանի հետ, շփվի օծյալ մարդկանց հետ, եկեղեցու մեջ մենք ավելի լավ աշխարհի հետ ենք շփվում, օտար մեկի հետ ենք լավ ստացում մեր մոտ, կարծես հաճելիա քանց թե հոգևոր մարդկանց հետ։
Ու մենք ընկնում ենք խնդիրների մեջ։ Մեզ թվում է թե որ հորդորում են երիտասարդներին, ասում ենք Տիրոջ տնից ընտրությունը տարա, չէ՞։ Ասում է, չէ, ինչ տարբերություն, ընդ իսկ կանեմ նրան էլ կբերեմ։ Մեկ էլ տենում ես էնի հակառակը նրան տարավ։ Ասում ենք, ախպեր ջան, այդ չար ընկերակցությունը բարի վարքը ապականում է, չէ, ասում է, ոնց կլինի։ Հիմա ես պետքա տեսնեմ քուրեր եղբայրներ ջան, քանի որ ես այդ կառույցը չունեմ, իրանք ավելի շուտ կքաշեն ինձի կմոլորացնեն հակառակորդը, որովհետև ամբողջ ուշադրությունը Աստծո զավակների վրա է, քանց թե ես իրանցը կդարձնեմ։ Այն ժամանակ, երբ որ հիմնվա խոսքի վրա, երբ որ հաստատվա, որտեղ որ մտնես դու լուսատու ես, քանդելու ես սատանայի խավարի գործը, բայց քանի որ չունեմ ես լեցունությունը, քեզի ավելի շուտ կխամփեն, կհրամցնեն, հաճելի կդարձնեն, մեղքի կտանեն արդյունքում, քանց թե դու իրանցը կբերես։ Դրա համար սա թող մեր առջևում լինի, որպեսզի մենք կարողանանք մեր շփումը տեսնենք հաղորդակցությունը ում հետ է։ Եթե իմ ամբողջ ուշադրությունս, եթե մենք նայենք այս ինտերնետը, որ դուրս եկավ, չէ՞ սոցցանցերը, հիմնականում մեծ բաժանումները ընտանիքների եղավ ստեղից, քուրեր եղբայրներ ջան, որովհետև հա ինչ եմ անում, մի հատ SMS եմ գրում։ Յա, այսօր SMS ես գրում, վաղն էլ մի հատ սմայլիկ ես դնում, վաղը մի հատ սրտիկ ես դնում, էսի ոտերդ վազելու է, չես կարա չկանգնես սրա բանի առաջ։ Քուրեր եղբայրներ ջան, սենց շփումից, շփավ օտար մեկի հետ, սատանայի սիստեմի հետ, սատանայի խորհրդի հետ, ինքը խաբար չի ելը, ինչի հետ է գործ ունի։ Մեկ էլ ոտերդ պետք է վազի, չես կարա դեմ դնես։ Էսի սենց է հաղորդակցությունը, շփումը, այո, ատեղից է սկսում։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք։ Մենք ամեն մեր ընթացքի մեջ, մեր այդ վարմունքի մեջ, մեր ընթացքի մեջ որպես Աստծո զավակ, աղջիկ եւ տղա, ես ում հետ եմ հաղորդակցում այսօր։ Սա շատ կարեւոր է, իմ համար շատ կարեւոր է այսօր, քուրեր եղբայրներ ջան, որովհետեւ հակառակորդը, այո, կարող է քնած բլնես, կարող է տկար լինես եւ այս սրանից ինքը օգտվի։ Ես նայեմ իմ կյանքիս մեջ, իմ հաղորդակցությունս Ավետարանի հետա թե ոչ, Սուրբ գրքի հետա, Տիրոջ հետա թե ոչ, եթե ոչ, սատանան արդեն մեր մտքի, եթե չկա իմ մտքիս մեջ խոսքը, իմ սրտի մեջ չկա, հնարավոր է, մեկ էլ մարդը միտք է ունենում, միտք է գալի իրան, ասում հա, էսի ոնց որ Աստված էր։ Հիմա այս զանազանությունը եթե չկա, քուրեր եղբայրներ ջան, մի ասա Սուրբ Հոգին ասեց, մի ասա Տերը ասեց, Տիրոջ անունից հայտարարություն ասա, սա լուրջ բան է, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա եթե հələ ես չեմ զանազանում այս ձայնը, լավ է որ այո խոսքի հետ կապնվեմ։ Հիմա եթե խոսքի հետ կապ չունեմ, իմ հաղորդակցությունը, ենթադրենք իմ մտքի հետ է, մի հատ փչացած միտք է եկե։ Հիմա մտածում եմ սրա վրա, սրտիս մեջ խորում եմ, այսինքն սրա մեջ արդեն հղիացումը, պրոցես է տեղի ունենում։ Էսի պտտվում է, նստում է սրտիդ մեջ, արդեն քեզի գործել է տալու, պետք է ծնվի, հղիացել արդեն այս մեղքի ընթացքը եղել է։ Դրա համար Աստված թող օգնական լինի, որպեսզի մենք կարողանանք, այո, խոսքով մտածենք, Տիրոջ բաների վրա մտածենք, վերին բաների վրա մտածենք, իմ հաղորդակցությունս լինի, այո, ճշմարտության հետ, Հիսուսի հետ, քուրեր եղբայրներ ջան։ Նայի դες ում հետ է շփվում։ Եվ այստեղ տեսեք, նայում ենք այստեղ այս հատվածում Եվան ինչ արեց։ Իր ժամանակը դրեց, չէ՞ այդտեղ, բայց իր ժամանակը, մեր այսօր մեր ժամանակը դրեց, այդ շփումը ստացվավ, այդ հաղորդակցությունը եղավ եւ տեսեք ժամանակի համար կուզենամ կարդամ։ Մարդը այստեղ ժամանակ դրեց, Եփեսացիների մեջ կարդամ, տես ժամանակի համար տես ինչ է ասում։ Եփեսացիներից ուրեմն կարդալու եմ 5-րդ գլուխ 14-ից։ Անոր համար կսե արթնցիչ դու որ կքնանաս եւ կանգնե մեռելներեն ու Քրիստոս քեզի լույս պիտի տա։ Հիմա մարդը քնած է, խաբարել չի, որ օտար մեկի հետ է գործ բռնում, կողից էլ ասում ես, հա ինչ է եղել, հիմա չես տենում, որ քնած վիճակ է, քնած վիճակ, դու ում հետ ես ընկերակցում, ում հետ ես հաղորդակցվում, չի էլ տենում, խաբարել չի սրանից։ Ասում է, նայեցեք, որ զգուշությամբ քալեք, ոչ թե անմիտներու պես, ապա իմաստուններու պես, ժամանակը ծախուառեք, վասնզի օրերս չար են։ Ավետարան ասում է օրերս չար են, եթե դու իմ հետ ժամանակ չես անցկացնում, չարությունը քեզի հետևելու է։
քու մեղքդ քեզի գտնելու է, այդ ցանկությունը հղիանալու է, քեզի չես բրծնի դրանից։ Դրա համար ասում է օրերս չարեն, անմիտ մի ելակ ասում է, մի քնով անցի, այսինքն եթե կապ չունեմ Տիրոջ հետ, եթե ես կապ չունեմ աղոթքի կյանքի հետ, դու քնած ես, արթնացիր ասում է, արթնացիր դու կքնանաս ասում է մեռելներեն, Քրիստոս քեզի լույս պիտի տա։ Այսօր ինձի քեզի արթնանալա պետք քուրեր եղբայրներ ջան, որ ամեն այս իրավիճակները, որ հակառակորդին պետք է այդ քնած վիճակները, որ չտենաս, այո ինչ է եղել, հա պստիկ մեղք է, պստիկ բաներ, ոչ եւ ոչ չեմ համաձայնվում սրա հետ։ Իմ կողմը հակառակ կենալն է, իմ կողմը չհամաձայնվելն է, քուրեր եղբայրներ ջան։ Եվ երրորդ կետը, էսի երկրորդն էր, երրորդը, ասում է, եթե դու սկսում ես պատասխանել, ասում է, իշխանությունը վերցրել ես քո ձեռքը։ Տեսնենք հիմա Եվա ջան, այդ իշխանությունը քեզի ով էր տվել, հիմա որ դու քո ամուսինը տեղ չի, դու այդ ում հետ ես զրուցի հետ բռնկվել։ Այդ ինչ գործ ես բռնում, ում հետ ես գործ բռնում։ Հիմա տեսեք, կարդամ այդ համարը Ծննդոց, ուրեմն առաջի գլուխ, տեսեք այդ իշխանությունը ումներ տված։ Առաջի գլուխ 20, ուրեմն 26-ից, առաջի գլուխ 26-ից կարդամ, ասում է, մեր պատկերին ու մեր նմանությանը պես մարդ ենք, ան ծովու ձուկերու, երկնքի թռչուններու, անասուններու, բոլոր երկրի սողացումներու, բոլոր սողուններու վրա թող իշխե, Աստված իր պատկերովը ստեղծեց մարդը, Աստծո պատկերովը ստեղծեց զանիկա, արու եւ եք ստեղծեց զանոնք։ Աստված օրհնեց զանոնք եւ Աստված անոնցը սավ աճեցեք, շատացեք, երկիրը լեցրեք եւ անոր տիրեցեք ծովու ձուկերու, երկնքի թռչուններու, երկրի վրա սողացող բոլոր, ասում է, կենդանիներուն իշխեցեք։ Այստեղ որ տեսնում ենք Ադամին տվավ այս պատվերը, այս իշխանությունը տվեց, ասեց մշակի, պահի եւ այս ամբողջ իշխանությունը տված էր իրան։ Հիմա Եվաս գործ աբռնե այնտեղ, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Եվան այնտեղ մտել է զրույցի մեջ, այդ զրույցը ինչի տարավ։ Աշկերի ցանկություն, չէ, ընդեղից սկսավ, այս process սկսավ, վերջում այնքան այդ իրան ներսը աշխատեց, կերավ, չէր կարա չուտեր, աշկերին հաճելի էր, ցանկալի էր, փափագելի էր, կերավ կողակիցին էլ տվեց, արդյունքը հետևանքը եղավ։ Եվ նայենք 4-րդ կետ ասում է, Աստծո պատվերը ասում է, քո ամուսնու խորհուրդը ինչու ես հայտնում հակառակորդին։ Աստված պատվիրել է, չէ՞ հիմա, Աստված պատվիրել է իր Ադամին, հիմա Ադամն էլ փոխանցել է Եվային։ Հիմա այդ պատվերը, այդ խորհուրդը դու ինչի ես քննարկում դնում հակառակորդի հետ։ Տեսնում եք, հիմա մի հարց կա, ինչի ես դու ում հետ ես քննարկում։ Տան ներսի վիճակա, ինչի ես դուսը քննարկում, կամ այդ իշ բանն է, որ պետք է խոստովանության բերես, անես մեկի հետ ես քննարկում, որ մի բան էլ ավելացնում է այդ խնդիրը, մի բան էլ լուծը դնում է, ճկռում եմ ոնց որ չեմ էլ կարում տանեմ, լրիվ ջարդվում է հավատքս։ Ինչի համար ես Աստծո պատվերը, Տիրոջ խորհուրդը, քո այդ խորհուրդը ինչի ես հայտնում ուրիշի, որ պետք է Տիրոջը պետք է ասես, քուրեր եղբայրներ ջան, որովհետև մարդը մարդուն հենարան անում, մարդը բազուկ անում, հենվում է մարդու վրա, բայց Տերը տես բան չի ասում, ավետարանը տես բան չի ասում։ Եվ կարդամ, տեսեք այդ մասը ինչ ասես, Ծննդոց, ուրեմն 1:15-ից կարդամ, ասում է, եւ Տեր Աստված առավ մարդը եւ Եդեմի պարտեզի մեջ դրավ, որպեսզի զանիկա մշակե եւ պահե։ Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի բոլոր ծառերեն համարձակ կեր, բայց բարի ու չարի գիտության ծառեն մի ուտեր, քանզի այն օրը, որ անկե ուտես, անշուշտ պիտի ասում մեռնիս։ Հիմա այսին Ադամին էր փոխանցված, քուրեր եղբայրներ ջան, այս պատվերը։ Էս էլ փոխանցվել էր Եվային։ Եվաս վեգալեց, իր վրա համարում վեգալեց ու այս ընթացքի մեջ մտավ։ Էսի քեզի տրված չի, ինչի ես դու սրա մեջ մտնում։ Եվ ասում է հակառակորդը տեսնելով, որ դու տեղում չես, ասում է ոչ մի հակառակություն այդ իր նկատմամբ սկսում է ասում է ստով եւ խորամանկությունով հրապուրել։ Այդ համարը կարդացի 3-4-5-ը կարդամ 3-րդ գլուխ 4-ից 5-ը ասում է օձը կնոջս ա ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստված գիտե այն օրը, որ անկե ուտեք, աչքերնիդ պիտի բացվին, Աստվածներու պես պիտի լաք, բարին ու չարը գիտնալով,
Կինը տեսավ, որ ծառը աղեկ է, կիրակուրի համար, հաճելի աչքերում փափագելի իմաստուն ունենալու համար, առավ անոր պտուղեն կերավ եւ ասում է իր երկանն էլ տվավ։ Կերան ու այս հարցը եղավ։ Հիմա քուրեր եղբայրներ ջան, հիմա այստեղ խոսքը շեշտում է, չէ՞։ Հիմա մի հատ հակառակ բան չասեց, այ մարդ էդ ինչ է սրամցնում, այ մարդ էնի մարդը ինչ ասեց ինձի, ախար էս պատվեր էս ինչ պատվեր էր։ Ֆեգալեց իր բանով մի հատ ասեց, մի հատ ժխտական, մի հատ հակառակվելու, մի հատ դու ով ես, մի հատ ինչ ես ասում ինձի, հələ մի հատ հələ սպասի մի հատ հələ կանգ չեմ տենամ, ինչ է, ինքը տեղյակ է դրանից կամ տեղյակ չի։ Առած ոչ մի բանի, մի հատ հակառակվելու, վեգալեց ու ունեց, ոնց որ ասեց, որովհետև լրիվ հարցը վեգալեց իր վրա։ Ցանկությունը այդ բանը նայեց, ցանկացավ, լրիվ որոշումը կայացրեց, լրիվ իշխանությունը ոտնատակ տվեց ամուսնու ասածը։ Դրա համար բոլոր այս իրավիճակներում մենք որպես այո հավատքի մարդ ես պետք է նայեմ իմ Տերս ինչ է ասում։ Ես այսօր շատ անգամ այսօր մտածում եմ, խորհում եմ աշխարհային իմ մարդկային գաղափարների, իմ սրտի, որ ասում է չար եւ խաբեբայ է, քանց թե Տիրոջ հետ եմ հաղորդակցում, քանց թե ավետարանի հետ եմ հաղորդակցում։ Դրա համար մեր խնդիրները այստեղից է սկսում։ Ես սկսում եմ մտնել առևտուրի մեջ։ Այ սենց ասեց, ընենց արեց այս բանը, մենք մտնում ենք իր հետ հաղորդակցության մեջ, վերջնական արդյունքում ինքը 6000 տարվա փորձ ունի, քուրեր եղբայրներ ջան, ես չեմ կարողանալու դեմ դնելու, չեմ կարողանալու իրան բանալու, բայց երբ որ ունեմ խոսքի լեցունությունը, երբ որ ունեմ Սուրբ Հոգու լեցունությունը, երբ որ ունեմ Քրիստոս իմ կյանքի մեջ, ես ասում եմ դու այդ հարցը բերել ես, այդ միտքը բերել ես, ես դրա վրա ժամանակ չունեմ, իմ ժամանակս Տիրոջ վրա է, գնա տես խոսքին եթե կհաղթես, դու գիտես արդեն, բայց ինքը պարտված է արդեն, ես ավելի շատ իմ հաղորդակցությունը փոխանակ կլինի Տիրոջ հետ, փոխանակ կլինի Սուրբ Հոգու հետ, փոխանակ կլինի եկեղեցու Աստծո զավակների հետ, ես ամբողջ օրը ասես մտածում եմ, վերլուծում եմ, Աստված կարող ասես չէ, քո սիրտդ քեզի խաբում է, քո միտքդ քեզի խաբում է, դու նայի դիր ավետարանի կողքը, տես ճշմարտությանը համապատասխանում է, տես Սուրբ Գրքին համապատասխանում է, երբ որ դնում եմ, երբ որ կանգնում եմ կողքը, ես տեսնում եմ, որ դա մարդկային միտք կարա լինի, սա կարա ինչ որ իմ մտածելակերպը լինի, ու տեսնում եմ, ես սաղորը սրա հետ գյուլաշ եմ տալիս, սաղորը սրա հետ կռվում եմ, սրանք ծանր բեռներ են, ասում է ջուրավ պաշարող մեղքը թողեցեք, ասում է, Քրիստոսին առնենք, Տիրոջ բաների վրա մտածենք, քուրեր եղբայրներ ջան, մտի ներքին սենյակ, գնա հաղորդակցվելու իր հետ, շփվի Հիսուսի հետ խոսա, ինչպես հայրը զավակի հետ ոնց է խոսում, այտենց մտի աղոթքը սա է աղոթքը, քուրեր եղբայրներ ջան, սիրուն բառերը չեն, սա իմ ներսի, իմ անկեղծ ոնց որ հայրը որդու հետ խոսա, ես այտենց խոսում եմ իմ բառերով, Տեր ջան, ես այտենց ինչ որ կա իմ սրտիս մեջ, այտենց ասում եմ իմ Տիրոջս, այդ նման ձևով պետք է մեր հաղորդակցությունը լինի։ Եվ ասում է արդյունքում երկուսին էլ մեր կարծրեց եւ խայտառակեց։ Արեց թե չարեց։ Կարդամ Ծննդոց ուրեմն 3-րդ գլուխ 10 խոսքը, ասում է եւ անիկա ասավ, պարտեզի մեջ քու ձայնդ լսեցի ու վախցա, դե Աստվածա կանչում, վասզի մերկ էի ու պահվեցա։ Եվ Աստված ասավ, ով հայտնեց քեզի քո մերկ ըլլալդ, արդյոք կերար այն ծառեն, որուն համար քեզ պատվիրեցի, որ անկետ չուտես։ Խայտառակեց բանին կնոջ միջոցով մոտիկացավ, խայտառակեց, երկուսին էլ մերկացրեց ու Աստված ասում է, ով քեզի հայտնեց քո մերկ ըլլալդ։ Դրա համար Քրիստոս եկավ, ասում է խայտառակեց իշխանությունները եւ պետությունները մերկացրեց եւ խաչափայտին գամեց իմ եւ իմ եւ քո այդ ադամական խայտառակված լինելը, իմ եւ քո այդ որ մեղքի կյանքով ապրած էին քուրեր եղբայրներ ջան։ Եվ պարտվավ հակառակորդը, այն որ իրան թվում էր խայտառակել է մարդուն, պահել էր գերության մեջ, Քրիստոսով այսօր հնարավորություն կա եւ վերադարձվել է, ով որ կհավատա Տիրոջը, այո, խայտառակված չենք մնալու, մերկ չենք մնալու։ Քրիստոսի արդարության պատմուճանը, սպիտակ բեհեզները Տերը ինձի քեզի հագցրել է, իր անունը փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Այսօր ինձի պետք է ես այո հաղորդակցվեմ իր հետ։ Այսօր պետք է որ ես ապրեմ իրանով։ Այսօր պետք է որ ես իրանով զբաղված լինեմ քուրեր եղբայրներ ջան։ Ես սա ուզում եմ ես
երկու կողմը ասեմ, որ մենք մեր ժամանակը, մեր ընթացքը մենք կարողանանք տենանք ով է մեր հոգուփեսան, ով է մեր փրկիչը, ով է մեր Տերը, քուրեր եղբայրներ ջան։ Հակառակորդը մերկացրեց, խայտարակեց սպանելու, կործանելու նպատակով։ Քրիստոս եկել է, ուզում է հանի այդ վիճակից, ուզում է փրկի այդ վիճակից։ Եթե ես ուզում եմ, եթե ես հավատում եմ, եթե ես կրտնած եմ իրան, եթե ես փափագում եմ իրան, եթե ես այո, իրան ուզում եմ, քուրեր եղբայրներ ջան, եւ Տերը պատրաստ է անելու։ Եվ վերջնական արդյունքում եւ այդ ամենից հետո ասում է կարողանում եմ այս մեղավորությունը վերցնել իմ վրա։ Այստեղ նայում ենք Ծննդոցի մեջ 3:11-ից կարդամ, տեսեք ինչ է ասում։ Եվ Աստված ասավ. ով հայտնեց քեզի քու մերկ ըլլալդ, արդյոք կերար այն ծառեն, որուն համար քեզի պատվիրեցի, որ անկետ չուտես։ Ադամ ասավ. այն կինը, որ ինձի հետ ըլլալու տվիր, ան ինձի տվավ, ասում է ծառեն, ու ես կերա։ Տեր Աստված ասավ կնոջ. ինչ է այս քո ըրածդ։ Կինը ասավ. օձս խաբեց ու ես կերա։ Սենց փոխանցվավ, եկավ, վերջնական արդյունքում Տերը թողների, ոնց որ Աստծուն մեղադրեցին։ Հիմա գլխի չի ընկնում, դու մտածում եք Աստված չգիտեր, որ ինքը այդ գործողությունը եղել է։ Տերը չէր տենում, որ Եվան բանակցության մեջ է մտեղ, խոսակցության մեջ է մտեղ։ Բայց ինչ է ասում, ասում է արդյոք կերար, ոնց որ շանս է տալի, հնարավորություն է տալի։ Այսօր Աստված ինձի քեզի հնարավորություն է տալի ընդունելու իմ ադամական մեղքի, իմ մեղած բաժինը, որ ես խաչել եմ քեզի, այո, իմ ապրած կյանքով խաչել եմ քեզի։ Այսօր շատ մարդ կա տեսնա հարց ես տալի, ասում է աղբեր ջան, ես ինչ եմ արել, որ մի հատ մրջոն չեմ տրորել։ Հիա։ Այդ ոնց եղավ, այդ ներսի ապականված, այդ նախանցի փտած այս ամեն վիճակը ես չեմ տենում, ես չեմ կարում ընդունեմ սա, ես չեմ կարում վիզ վեգալեմ, այո, Տեր ջան, ներա ինձի, ես բնությամբ սա եմ, բայց ես հավատում եմ նաև, որ դու կարաս փոխես ինձի, դու կարաս ինձի նոր անես, դու այո եկել ես քանդելու, փլցնելու, շինելու և տնկելու համար։ Քուրեր եղբայրներ ջան, Աստված Սուրբ Հոգին, Սուրբ Հոգու հանդիմանությունը չի եկել ինձի, որ հանդիմանի սպառի ինձի։ Եկել է հանդիմանի, որ ես պատվիրանը վրաս հասնի, օրենքը վրաս հասնի, որ ես վիզ վեգալեմ, ընդունեմ իմ մեղավոր վիճակը, որ ճիշտ գնամ Հիսուսի մոտ, ճիշտ բժշկի մոտ գնամ։ Տերն էլ ինձի պատրաստ է բժշկելու։ Ինքը չի հրաժարում ինձանից։ Ինքը գիտի, որ ես բանակցության մեջ էի, ինքը գիտի, որ ես տանուլ եմ տվել արդեն, իմ նախահայրերը տանուլ են տվել, իրանով էլ փոխանցվել է ինձի։ Հիմա ինքը գիտի, ինքը ուզում է, որ ես ընդունեմ իմ մեղած վիճակը, որ ես իմ մեղքով ապականված, ես իրան խաչող բնություն ունեմ, այս սա է ուզում անի Տերը, և մի քանի համարել կուզենամ կարդամ, ուրեմն առաջի Հովանու, տեսեք, ինչու, ուրեմն առաջի Հովանու 1:5-ից կարդամ հլը, տեսեք ում հետ էր հաղորդակցությունը, ես ինչու ոնց որ ասեցի, ինչու Աստծո մարդկանց հետ չեմ շփվում, եկեղեցու սուրբ մարդկանց հետ չեմ շփվում, բայց շփվում եմ օտար ընես մեկի հետ, որ ընդհանրապես Աստծո վախել չկա իր մեջ։ Ասում 5-ից կարդամ, 1:5-ից։ Ասիկա է այն падգամը, որ ինձ, ասում է, իր մե լսեցինք ու ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է, անոր մեջ բնավ խավար չկա։ Ես չմոռանամ խավարի մեջ քնած էի, Աստված ինձի լույս տվեց, Քրիստոս իր խոսքը ուղարկեց ինձի լուսավորեց, Քրիստոս ծագեցավ իմ սրտի մեջ։ Ասում է, եթե ասենք, թե անոր այդ հաղորդակից ենք ու խավարի մեջ պտտենք, սուտ կխոսենք և ճշմարտությունը չենք ասեր, ապա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու այդ հաղորդակից կլանք ու անոր որդին Հիսուս Քրիստոսին այրունը մեզ ամեն մեղքե կսրբե։ Հիմա իմ հաղորդակցությունս, իմ հավաքույթս, հələ պատկերացրա, ես չեմ սիրում եկեղեցու հետ հաղորդակցվեմ, ես չեմ ուզում Աստծո մարդկանց հետ հաղորդակցվեմ, իմ հաղորդակցությունը ամբողջ օրը աշխարհի ժողովրդի հետ է, անավատ անբարի ժողովրդի հետ է, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Որտեղից իմ մեջ բան ձևավորվի։ Հիմա ոչ լսում եմ խոսքը, ոչ հաղորդակցվում եմ, ոչ էլ ուզում եմ իրանց հետ բան անեմ։ Ինչի համար, որովհետև Աստծո մարդու հետ որ հաղորդակցվես, հոգևոր մարդու հետ, մի սխալ բան լինի, կարող է ուղի, չէ՞, քեզի, ասի քույրիկ ջան կամ եղբայր ջան, հարմար չի, մեր Տիրոջը հարմար չի տենց։
Խռովում եմ ու տենց, այս ինչ է ասում, այս ինչ է ասում այ մարդ։ Ինչ է ասում այ մարդ, մի սխալ բան ասե քեզի, մի վատ բան ասե քեզի, կարող է ավետարանի խոսքա խոսացել, հնարավոր է որ Սուրբ Հոգին իր միջոցով քեզի հանդիմանի, ինչի ես դու ավելի նախընտրում օտար մեկի հետ, այն Աստծո վախ որ չունի իր հետ ընկերություն անել, շփվես քանց թե Աստծո զավակների հետ, դրա համար Աստծո զավակների հետ որ շփվես հոգևոր մարդու հետ, մի սխալ բան որ թույլ տամ, հնարավոր է որ հանդիմանի, երբ որ տեսնում ենք Պողոսը հանդիմանեց Պետրոսին, որովհետև հաց էր ուտում, չէ, բաների հետ, երբ որ տեսավ Պողոսն եկավ, հետ քաշվավ կարծես, հեթանոսների հետ հաց էր ուտում։ Այնտեղ գրված էր, որ իրանց հետ բաժին չունենաք հաղորդակցվի, բայց Աստված ասեց, ինչը որ ես կսրբեմ, կմաքրեմ, դու անմաքուր մի համարի։ Հիմա խոսքով մենք ամենքս մաքրվել ենք, քուրեր եղբայրներ ջան։ Տերը մեզի մաքրել է եւ ուզում ենք, այո, մենք ամեն մեկս էլ սկսնակ կլինի, ոնց կլինի, ես ընես չլինի իմ ընթացքս խարբալվի։ Այն ինչը որ քեզի խանգարում է, քո հավատքի աճին խանգարում է, կտրի քեզանից։ Կտրի, ինչը որ քեզի Հիսուսի հետ հաղորդակցվելուց արգելք է հանդիսանում, կտրի քեզանից, մի վախնա։ Բայց երբ որ մարդը արդեն հաստատված է լինում, ծայրահեղ ձևով խնդրում եմ չհասկանաք, չէ՞ թանկ այտենց Ռոբինզոնի նման բան անենք, մենք մեկուսանանք, չէ՞ սրա մասին չեմ ասում։ Երբ որ դու կլեցվես խոսքով, երբ որ կհաստատվես Քրիստոս վեմի վրա, երբ որ այս կյանքը քեզանից էլ կբխի, դու չես կարա պահմտի, որտեվ դու ճշմարիտ աղ եւ լույս մարդկանց մեջ լույս ես տալու։ Դու այդ քո լույսը երևալու է, այ դու կարաս արդեն հաղորդակցվես անձերը ավելի բերես, քանց թե քեզի տանեն։ Մտնես հակառակորդի դաշտ, պատկերացրեք, բանակի մեջ այսպիսի ռազվեդկա գոյություն ունի, ռազվեդկա, ոնց հայերեն կոչվում, հետախույզներ, գնում է հակառակորդի դաշտից, հակառակորդ որ գերիանք է, մեկ էլ բանով գիշերով կլինի, թե ոնց կլինի, ճկուն ձևով բերում են, հետ են բերում այդ մարդուն։ Հիմա պատկերացրա դու որպես Աստծո զավակի, Աստծո բանակից լեցված զորացած մտնում ես սատանայի մարդա, խավարի մեջ են, քո շրջապատը տա, ընկերներդ են, ընկերուհիներդ են, որպես Աստծո զավակ իմաստուն ձևով, խորագետ ձևով Սուրբ Հոգին քեզի առաջնորդելու է, խոսքը խոսում ես, մեկ էլ տենում ես, ճիշտ է, այն 9 չընդունեցին, բայց այն մեկը ընդունեց, այդ մեկին բերում ես դեպի Հիսուսին։ Իշքան վայելուչ է, իշքան գեղեցիկ է Տիրոջ առաջ, քուրեր եղբայրներ ջան, երբ որ մարդը իր նպատակը, ես ինձնով չեմ բավարարվել, ես մտածում եմ նաև, այո, այդ ընթացքի մասին էլ, բայց էլի եմ կրկնում, քանի որ այս կառույցը չունեմ, քանի որ այս լեցունությունը չունեմ, ես ասպետի զգուշանամ, քուրեր եղբայրներ ջան, զգուշության վարվեմ, իմաստության վարվեմ, Եփեսացիների ուրեմն, Եփեսացիների 5:6-ից կարդալու եմ։ Ասում է չլա որ մեկը ձեզ խափե փուչ խոսքերով, վասնզի այս բաներու համար Աստծո բարկությունը կուգա անհանազանդության որդիներուն վրա, ուստի անոնց հաղորդ մի ելակ։ Անհանազանդության որդիա խոսքը չընդունող մերժող Տիրոջը, հիմա փուչ խոսքերով ասում է չլնի թե խափի։ Հիմա նայում ես, այ եղբայր ջան, այ քույրիկ ջան, դու երիտասարդ ես, հլը կյանքը քո դեմը տա, հլը այ մարդա, էլի կհավատաս, էլի մենք էլ ենք հավատում, մենք էլ ենք գալի, մենք էլ ենք անում ինչ-ինչ բաներ, դու արի կյանքը վայելի, արի չակերտավոր մեղքի կյանքը մեր հետ վայելի, հետո կլնես տատի պապի կեթաս։ Չէ, ասում է, չլնի այդպես փուչ խոսքերով խապնվես, չլնի փուչ խոսքերով, այդ փուչ խոսքերը, օրինակ, երիտասարդ ես, այ մարդ, էս բաներ արա, հլը նա ինչ տատուներ են նայում, հլը նա ինչ, չգիտեմ, այդ ականջողեր են դնում, չգիտեմ, քթին են դնում, որտեղ են դնում, այ մարդ, ինչ ա եղել, արա, վայելի, ինչ ես ուզում։ Ասում է չլինի փուչ խոսքերով քեզի խափեն, չլինի հավատքդ կոտրեն, պստիկ, մեկ էլ մեղքից մեղք կածանվում, եւ այսպես շարունակ դառնում է այս ձուն, դառնում է վիշապ, մենք էլ խաբար չենք ելնում։ Դրա համար Տերը թող օգնական լինի մեր աշկերը բաց լինեն, քուրեր եղբայրներ ջան։ Տեսեք, մեր Պետրոս աղբերը ինչա հորդորում, ուրեմն երկրորդ Պետրոս 2 համարել եմ, կարդում եւ ավարտեմ։ Երկրորդ Պետրոս ուրեմն առաջինից կարդամ։
Շմավոն Պետրոս, Հիսուս Քրիստոսի ծառա եւ առաքյալ ձեզի, որ մեզի հետ նույն պատվական հավատքին հասակ, մեր Աստծո ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին արդարությունովը, շնորհ եւ խաղաղություն ձեր վրա ավելանա, Աստծո ու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի գիտությունովը, ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ, անոր գիտությունովը, որ մեզ փառքով առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, որպեսզի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդակցինք աշխարհի ցանկություններեն առաջ եկած ապականությունեն փախչելով։ Այս բոլոր ճոխությունը տված է, ասում է, աստվածային կյանքը, այսինքն այն հավատքը, որ տված է, հաղորդակցվի, ասում է, աշխարհային ցանկություններեն եկած փախչելով, հաղորդակցվելով, այս հավատքով է, որ մենք հաղորդակցվում ենք, հավատքով է, որ Քրիստոսը շոշափելի է մեզի, հավատքով է, որ կենթանի կտեսնենք, հարության առած կտեսնենք, քուրեր եղբայրներ ջան, այս ամբողջ գիտությունով, ճոխությունով տրված է ձեզի, ասում է, եւ ասում է, այս կյանքին հաղորդակցվի աշխարհի ցանկություններից եկած, աշխարհի ցանկությունները գալիս են, բայց գալիս են, ես հակառակ եմ կենում, սա այդ շփումն է, հաղորդակցությունն է, սատանան, որ բերում է, ես հակառակ եմ կենում, որովհետև ընդունել եմ հավատքը, Քրիստոս կյանքը, այդ գիտությունը եւ հաղորդ եմ Քրիստոս կյանքի հետ, էլ ինձի չի հետաքրքրում սատանայի ասածը, ես չեմ մտնում իր այդ հաղորդակցության մեջ, քուրեր եղբայրներ ջան, եւ մի համարել եմ ուզում կարդամ եւ ավարտելու եմ, առաջի Պետրոս ուրեմն 4-րդ գլուխ, 4-րդ գլուխ, ուրեմն 12 խոսքից եմ կարդալու։ Սիրելիներ, օտար բան մի սեպեցեք այն նեղության բորբոքումը, որ ձեզի փորձելու համար կլա, որպես թե օտար բանը ձեզի հանդիպած է, ապա ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներուն հաղորդագից եղած եք, որպեսզի անոր փառքին հայտնվելուն ատեննալ ցնծություն եւ ուրախանակ, ցնծակ եւ ուրախանակ։ Ասում է, օտար բան մի սեպեցեք, հավատքի կյանքը իմ համար օտար բան չպետք է լինի, որովհետև ես բռնել եմ խաչելության ճանապարհը, ես բռնել եմ նեղ ճանապարհը, նեղ դուռն եմ ընտրել եւ սրան որպես հավատքի մարդ հաղորդակից եմ լինում, հավատքի մարդ որպես չարչարվում եմ հավատքի համար, ասում է, եթե հաղորդակից հլակ, անոր փառքի դալ պետք է ու վերջնական պետք է ուրախանակ։ Տեսնում եք, մարդը եթե խաչելության, այս նեղության չի հաղորդակցում այս կյանքին, ուրեմն հաղորդակցում է մեղքի կյանքին, հաղորդակցում է իր բնական ադամական կյանքին, որը մեղքի բնությունն է, պարզ բան է, բարդ բան չկա։ Հիմա եթե ես որպես հավատքի մարդ, որպես քրիստոնյա հավատքի մարդ եմ, անշուշտ պետք է ինձ չարչարեն եւ հալածեն։ Ու եթե ես սրան հաղորդակից եմ, հիմա սենց արին, սենց վարվան, նենց արեցին, հիմա սիրով քաղցրությամբ տանում եմ, թե չէ։ Հիմա եթե ես հաղորդակից եմ այս չարչարանքներին, նաև իր փառքինալ հաղորդ պիտի լինեմ, Տիրոջ անունը փառավորվի։ Իմ ներսս արդեն նոր կյանք է եկել, ուրախացել եմ, ոչ թե այդ վերջի պարագայի մեջ կուրախանան, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա եթե դու քո ամուսնուդ ասածը, քո Տիրոջ ասածը, քո հոր ասածը, դու հավատարիմ ես իրան, իր խոսքին հավատարիմ ես, քո հաղորդակցությունը իր հետ է, դու մնացել ես սրա մեջ, վերջիորեն էլ անշուշտ ուրախ կլնես, բայց նաև ուրախ կլնես քո երկրավոր կյանքի մեջ, որովհետև քո հոգու ներքնաշխարհում օթևան է կատարվում, քո հոգու ներքնաշխարհում հաղորդակցություն է կատարվում Աստծո հետ կենթանի, քուրեր եղբայրներ ջան, եւ այս կյանքը լեցվում է իմ մեջ, այս ուրախություն կյանքը լեցվում է իմ մեջ, ես էլ արդեն չեմ աճում այն մեղքի կյանքը, արդեն իսկ սկսված է այս գործը իմ կյանքի մեջ, քուրեր եղբայրներ ջան, որովհետև իմ հաղորդակցությունը ավետարանի հետ էր, իմ հաղորդակցությունը այսինքն խոսքի հետ էր, այսինքն Հիսուսի հետ էր, Սուրբ Հոգու հետ էր եւ այն մարդկանց հետ էր, որ անոր հայտնվելը սիրել են, քուրեր եղբայրներ ջան։ Այն ես մարդ կդառնամ հոգևոր, իմ մեջ բան կփոխվի, անհնարին է բան չփոխվի, քուրեր եղբայրներ ջան։ Աստված գիտի, կերպեր գիտի։ Մենք այտենց չանենք, դե գալիս եմ, բան չի փոխվում։ Հələ դու փորձի հաղորդակցվես
Սուրբ գրքի հետ, Հիսուսի հետ հələ տենան բան չի փոխվի, չկա այտենց բան։ Հիսուսը կյանքի լույսն է, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մեր սրտերի մեջ, եթե ես բացել եմ իմ սիրտը, իմ սրտի մեջ ծագել է իր փառած լույսը եկել է, իր խոսքը եկել է, ո՞նց կարող է ես ուրախ չլնեմ։ Անապատ տեղը ջուր է թա ծաղիկ ծաղկուն կլնի, լե պատկերացա տարիներով չոր ու ցամաք ա եղել, այնտեղ որ գա պտղաբերագի դառնա, մարդը ուրախ չի լինի։ Ես ինչ ենք ասում, ես ինչ ձև ենք մտածում, անհնարին է։ Դրա համար Աստված թող օգնական լինի, խնդրանք սա, հաղորդակցվի Տիրոջ հետ, հաղորդակցվի ավետարանի հետ եւ այդ կառույցը Սուրբ Հոգին կշինի, որովհետեւ շատ անգամ այդ նորից կրկնեմ, այդ մտքերը մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ որ գալիս է, լինում է որ դա մերն է, սա ավետարանինը չի, սա Սուրբ Հոգունը չի, սա Տիրոջինը չի։ Եթե ուզում ես լուսավորվի, զանազանես, կարդա ավետարանը։ Գնա ներքին սենյակ աղոթքի եւ կտեսնես, որ Տերը ասում է արթնացի դու կքնանաս մեռելներ են, Քրիստոս քեզի լույս պետք տա։ Իր խոսքը, իր լույսն արո։ Դավիթ ասում էր, քո խոսքը իմ շավիղներիս, իմ ճանապարհից լույս եւ ճրագ է։ Տիրոջ անունը փառավորվի, եկեք աղոթք անենք։ Ասենք Փառք Տիրոջը, Տողորտնյալն Տերը, որ խոսում է մեր սրտերի հետ, Տողորտնյալն Տերը, որ այցելում է մեզի, որպեսզի մենք ճանաչենք իր մեծությունն ու քաղցրությունը, մեր Տերը կենդանի է եւ այստեղ ներկա է, Փառք իրան։ Նորից ասենք Փառք Տիրոջը։ Եղբայրներ, քուրեր, տեսեք, մեր հոգևոր կյանքը մենք ենք կառուցում։ Մեր հոգևոր կյանքը սեներ մենք ենք հոգ տանում։ Եկեղեցին ինչքան խոսում է, քարոզում է, եղբայրները սովորացնում են, բայց վերջնականը մենք պետք է մեր ընտրությունը տանք։ Մենք պետք է հոգ տանենք մեզ համար։ Ես կուզենամ, որ իմ սրտի մեջ դրվա, որպեսզի ես թեման շարունակեմ, որովհետև շատ կարևոր խորհուրդ էր էսի, շատ կարևոր թեմա է մեզանից յուրաքանչյուրի համար։ Եվ ես կուզենամ շարունակեմ, բայց խոսքից առաջ ուզում եմ մի տեղից կարդամ, որը նաև դրան է։ Ես խնդրում եմ միկրոֆոնը փակի, դրան է տանում եւ մենք բոլորս անկեղծ նայենք այդ խոսքին սիրելիներ։ Երանելի այն մարդը Սաղմոս առաջի։ Երանելի է այն մարդը, տեսեք ում ասում երանությունը։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլի ու մեղավորների ճամփու մեջ չկենար եւ ծաղր ընողների ու նստաստեղը չի նստեր, հապա անոր հաճությունը Աստծո օրենքի մեջ է ու ցերեկ ու գիշեր անոր օրենքի վրա կմտածե եւ անիկա ջուրի ճամփաները տնկված ծառիմը պես պիտի լա, որի ժամանակին իր պտուղը կուտա ու անոր տերևը պիտի չթափի եւ ինչ որ բան որն է պիտի հաջողի, փառավորվի Տիրոջ անունը։ Սերն եթե ուշադրություն դարձրել եք Դավիթ մարգարեն, Դավիթ թագավորը շատ է խոսում օրենքի վրա մտածելու մասին։ Մի քանի տեղել ինքը ունի դրա մասին գրված Սաղմոսների մեջ։ Նա շատ է իր մեջ դրել այս փափագը, որպեսզի Աստծո օրենքի վրա մտածի սիրելիներ։ Այսօր մենք շատ ենք լսում, շատ է գալի մեզ այդպիսի, ասենք, խոստովանություններ կամ երբ որ ժողովրդից կիսվում են, խոսում են մտքերի հարձակման մասին, ցանկությունների հարձակման մասին։ Եղբայրներ, քուրեր, տեսեք, եթե մեկը կապ ունի Աստծո հետ եւ հաղորդակից է Տիրոջը, հավատացեք, այդ մտքերի տառապանքի մեջ չի ընկնում ինքը, որովհետեւ նրա մեջ բարձրացել է Աստծո խոսքի հաղորդությունը։ Նրա վրա ցանկություններ իշխանություն չունեն, որովհետեւ նրա մեջ կա կենդանի խոսքը, որ բնակված է մեր մեջ։ Խոսքը, որ բնակված է մեր մեջ, եղբայրներ, քուրեր։ Այդ տեսեք, առաջի Հովանու 2-րդ գլխի մեջ ճիշտ է այնտեղ խոսքը գրված է երիտասարդներին, բայց էսի կարող ենք վերցնել ընդհանուր։ Ասում է դուք հաղթեցիք աշխարհին, երբ հաղթեցինք։ Երբ որ ասում է խոսքը բնակված է ձեր մեջ, սա շատ լուրջ կարևոր խնդիր է, որ մենք պիտի մեր մեջ արտահայտենք, գտնենք մեր մեջ։ Երբ հավատացյալը հաղթում, երբ որ խոսքը բնակված է իր մեջ,
Եթե խոսքը բնակված է իմ մեջ, եղբայրներ քուրեր, մենք կարողանում ենք եւ մեղքին դեմ դնել, եւ ցանկություններին դեմ դնել, եւ մտքերին դեմ դնել, այսինքն դրանք մեզ վրա ոչ մի վարչական իշխանություն չունեն, որովհետեւ մեր մեջ բնակված է Աստծո խոսքը եւ մեր հաղորդությունը Աստծո որդու հետ է, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ այստեղ էս մարդու համար գրված Դավիթը գրում է եւ ասում է, որ անոր հաճությունը Աստծո օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր անոր օրենքի վրա կմտածե։ Հիմա հարցա ծագում սերը, մենք ուրիշ մտածելու բան չունենք այս երկրի վրա։ Ինչքան հոգսեր ունենք, որ մենք պետք է մտածենք դրանց մասին, բայց եղբայրներ քուրեր կա մի տեղ, կա մի պարագա, որ մենք պետք է արթուն եւ ուշադիր լինենք։ Հաճախ սատանան մեր ուշադրությունը ուղղում է մեր խնդիրների վրա, ուղղում է մեր ցանկությունների, մեր խնդիրների, մեր հոգսերի վրա եւ մեզի դրանց վրա է ուղղություն ցույց տալ եւ մեր նպատակը, աղոթքի նպատակը մենակ դառնում է մեր խնդիրներն ու խնդիրները։ Դառնում են մեր, ասենք, ինչ որ հարցեր ունենք, առողջություն կլինի, անհաջողություն կլինի, հիվանդություններ կլինեն, անընդհատ դրա վրա է ուղղած, ուղղում է մեր հայացքը տեսակ բաների վրա։ Մենք այո ունենք մտածելու տեղ մեր խնդիրների մասին, մեր ընտանեկան դժվարությունների մասին, գործերի մասին եւ այլն, բայց երբ որ մեր մոտ դառնում է սովորական բան, որ մենք անընդհատ ենք մտածում մեր խնդիրների մասին, Սատանան կարողանում է մեր միտքը ուղղել դրա վրա եւ նայիր հիվանդություն, խնդրեմ, խնդիր, դժվարություն, մեկը քեզ ինչ որ վատ բան ասել, ինչ որ մեկից դու խնդիր ունես եւ դրա վրա ես դու մտածում եւ աղոթում, հետեւաբար հաղթություն չի գալի։ Բայց երբ որ իմ օրենքի վրա է մտածում, այսինքն Աստծո խոսքի վրա է մտածում իմ միտքը, ես իմ հաճությունը նրա խոսքի մեջ է, ինձ հաճելի է Աստծո խոսքը, հաճելի է Տիրոջ ներկայությունը։ Ես ուզում եմ հարցնեմ, սիրելիներ, ուզում եմ հարցնեմ իսկապես, կա մեկը մեր մեջ, որ մտածում է, որ մտնի Տիրոջ ներկայության մեջ աղոթքի ժամանակ, մտնի Տիրոջ հետ հաղորդակցություն ունենա աղոթքի ժամանակ, ինչու որովհետև հաղորդակցության կարևոր բաներից մեկը աղոթք անելն է, նաև կարդալն է, նաև եղբայրների քուրերի հետ մեկտեղ լինելն է, սիրելիներ, իրանց հետ զրուցել, խոսելն է։ Հիմա եթե ես եկել եմ աղոթքի, բայց իմ նպատակը նրան տեսնելը չի, նրան ներկայության մեջ մտնելը չի, նրան առնելը չի, ինչի համար եմ այդ դեպքում եկել ես Տիրոջ առաջ։ Միայն հայտնեմ նրան իմ խնդիրները, միայն հայտնեմ նրան իմ խնդիրները, ինչ որ ես ունեմ իմ կյանքիս մեջ։ Դրանք չեն օգնում մեզի հոգևորապես աճելու։ Լավ հիշեք, սիրելիներ, երբ որ մենք մենակ աղոթում ենք մեզի պատահած դժվարությունների, հիվանդությունների խնդիրների մասին, դրանք մեզի հոգևոր աճ չեն տալի։ Դրանք մեզի չեն մոտեցնում Քրիստոսին, մեզի Քրիստոսին մոտիկացնում է, երբ որ մենք փնտրում ենք իր երեսը, հաղորդություն ենք փնտրում իր հետ, ու իր ներկայության մեջ մտնելու համար, իրան տեսնելու համար, եւ այնքան պիտի աղոթք անեմ, մինչեւ որ ես տեսնեմ իրան, մինչեւ որ մտնեմ իր ներկայության մեջ, ես չպիտի բավարարվեմ այն մի քանի րոպեանց աղոթքով, որ ինքս իմ խճմտանքս հանգստացնեմ ու ասեմ, ահա ես աղոթք արեցի, դե հանձնեցի Տիրոջը, Տերը ամեն բան գիտի։ Եղբայրներ քուրեր, Տերը ամեն բան գիտի, բայց դու գիտես իր մասին։ Դու գիտես ինքը ինչ ունի քեզի ասելու։ Եվ իր ասած իր աղոթքի քո աղոթքի մեջ է, եղբայրներ քուրեր, երբ որ նա խոսում է մեզ հետ, թե գրքի միջոցով, թե աղոթքի միջոցով, այս հաղորդակցության կապը տեղի է ունենում այդ ժամանակ։ Եվ մեզանից շատերը, ես վստահ եմ, իրանց հոգևոր տկարների միակ պատճառը նա է, որ չունեն այս կենդանի հաղորդակցություն Աստծո հետ։ Եվ շատերը դրա համար են իրանք տկար, շուտ նեղանալու, շուտ ընկնելու, շուտ ցանկությանը տրվելու, շուտ ասենք ինչ որ խնդիրների մեջ ընկնելով, հուսահատվելու, սրանք բոլորը հաղորդության բացակայությունն է։ Երբ որ ունի մարդը հաղորդություն, նա քայլում է վստահ, որ ինքը Տիրոջ զավակ է եւ Տիրոջ հետ է քայլում, եւ իրան ոչինչ չի կարող վնասել, այո չի կարող վնասել։ Մենք շատ հաճախ ասում ենք, դե կարող ասես մի բան եղնի, կարող անես մի բան լինի, ինչ եք կարծում, եղբայրներ քուրեր, Աստծո խոսքը կասկածելի է, Աստծո խոսքը, դες ասենք, սուտ է ասում մեզի, թե ուղղակի մոտավորապես է ասում։ Այդ մենք ենք մարդիկս, որ մոտավորապես ենք խոսում, մոտավորապես sense կլինի, բայց Աստծո խոսքը հստակ ու զորավոր մեզի խոսք ունի ասած։ Եվ երբ որ նա ասել է, նա անպայման կատարվում է։ Էդի ոնց է որ Տերը գալիս է, օրինակ Մերելի մոտ, օրինակ վերցնենք Ղազարոսին, եւ ասես Ղազարոս դուրս եկուր, այդ խոսքը գնաց թափանցեց միջև այդ գերեզմանի խորքը եւ այդ Ղազարոսին ընդեղից հանեց։
Այդ նույն խոսքը Աստված մեզի տվել է, եւ այդ խոսքը իրականություն եւ ճշմարտություն է եւ նա հաստատուն հիմք ունի իր մեջ։ Հաստատուն հիմք, որ ասածա, ուրեմն կատարված է այդի։ Դա ոչ թե պիտի կատարվի ինչ-որ մի ժամանակ, այլ ամեն օպե, ամեն բան մեր կյանքի մեջ կատարված է, փառք Տիրոջը սրա համար։ Դրա համար եղբայրներ քուրեր, երբ որ մենք նայում ենք Սուրբ գրքին, մենք հատկապես հետաքրքիր, այսպես ասենք, մի բան ենք նկատում, որ Սուրբ Հոգու հաղորդության մասին է շատ խոսվում։ Սուրբ Հոգուն հաղորդ լինելու։ Օրինակի համար ես ուզում եմ կարդամ ձեզ համար Փիլիպեցիս 2-րդ գլխի առաջի խոսքերից, Փիլիպեցիս 2-րդ գլուխ առաջի խոսքերից։ Տեսեք ինչ է ասում Տերը, Տերոջ խոսքը։ Ուստի եթե Քրիստոսով մխիթարություն մկա, եթե սիրո սփոփանք, եթե հոգի հաղորդություն, եթե գթություն ու ողորմություն, իմ ուրախությունս դուք լեցուցեք։ Լսում եք սիրելիներ, հոգի հաղորդություն, սիրո սփոփանք, մխիթարություն։ Աստծո խոսքը մեզի ուղղում է, որ մենք փնտրենք այս կարևոր բաները մեր հոգևոր աշխարհում։ Սրանք է առաջնայինը։ Սրանք է կարևորը, իմ եւ Աստծո մեջ եղած փոխհարաբերությունը գտնվում է այս տեսակի փոխհարաբերության մեջ, այսինքն սիրո սփոփանք, հոգի հաղորդություն, Քրիստոսով մխիթարություն, գթություն, ողորմություն, սրանք հոգևոր բաներ են, ոչ թե մարմնավոր բաներ։ Ես ուշադրություն եմ դարձրել մեր հոգևոր կյանքի հիմնական ուղղությունը գնում է մեր հետ պատահած խնդիրների շուրջը։ Մեկը չկա, երբ որ գա կիսվելու, խոսելու կամ խորհրդակցելու, ասի եղբայր ջան, հավատքս կորցրել եմ, կամ հաղորդակցությունս կորցրել եմ, կամ ասենք փնտրում եմ Տիրոջը չեմ գտնում, աղոթում եմ, բայց չկա։ Այդպիսի մեկը չի խոսում ոչ մեկը։ Մենակ մենք լսում ենք, վայ մարմինս, վայ տկարեմ, վայ չգիտեմ, մեկը բան ասեց նեղացել եմ, վայ չգիտեմ հոգնած եմ, վայ չգիտեմ ինչ եմ, այնպիսի բաներ, որ կապ չունի հոգևոր կյանքի հետ։ Դրանք չեն օգնում ես, ես էլի եմ կրկնում։ Ուրեմն մենք եթե գիշեր ցերեկ աղոթ կանենք մեր բժշկության համար, Աստված մեզի տալու է մեր կարիքը, հավատացեք սրան։ Նա երբեք այդպեսի Աստված չի, որ որևէ մեկին մերժի բժշկելու կամ ասենք ազատագրելու եւ այլն, բայց հոգեվոր հաղորդություն տեղի չի ունենում, սիրելիներ։ Հոգեվոր հաղորդություն լինում է, երբ որ ես մտնում եմ իր մեջ, խնդրում եմ իր երեսը, փնտրում եմ իրան, կանչում եմ իրան, ասում եմ Տեր, ես քեզ եմ ուզում, արի իմ կյանքի մեջ, երևա, ուզում եմ տեսնել քո լույսը, քո փառքը, քո ճոխությունը, քո ճշմարտությունը։ Այ եղբայրը կարդաց առաջի Հովանու առաջի գլխից, տեսեք ինչքան կարևոր խորհուրդ կա այդտեղ, ես ուզում եմ նորից ինքս էլ կարդամ այդ խոսքերը։ Նայեք, տեսեք ինչ է ասում։ Զայն որ տեսանք լսեցինք, ձեզի կպատմենք, որպեսզի դուք հալ մեզի այդ հաղորդություն ունենաք, եւ մեր հաղորդությունը հոր հետ է ու իր որդու Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այս բաները կգրենք ձեզի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Լսում եք սիրելիներ, հաղորդություն ունեցող անձնավորությունը ուրախ է լինում։ Նա չի կարա տրտմած լինի։ Ճիշտ է, մենք տրտմում ենք մեր կյանքի զանազան փորձություններից, զանազան իրավիճակներից, բայց հաղորդությունը մեզ ուրախացնում է եւ դարձնում է կատարյալ ուրախություն։ Ինչու հավատացյալը ցերեկ ու գիշեր տխուր, տրտմած, ինչ որ հարցերի մեջ ճնշված, ինչու, որովհետեւ հաղորդություն չունի Քրիստոսի հետ։ Տեսեք, այստեղ խոսքն ասում է, այս բաները մենք կգրենք ձեզի, որպեսզի դուք հաղորդություն ունենաք հոր հետ եւ անոր որդու Հիսուս Քրիստոսի հետ նաեւ մեզ հետ միասին։ Այսինքն այս երեք կարևոր իրականությունը եկեղեցուն տեղի պիտի ունենա հոր հետ, Հիսուսի հետ եւ իրարու հետ։ Դուք էլ մեզ հետ միասին ասում է։ Այս երեք կարևոր իրականություն, եթե սա տեղի չի ունենում մեր կյանքի մեջ, եթե մենք ասենք էլ նույնիսկ, բայց եթե քայլենք մեղքի մեջ, մեղ գործենք ու ասենք հաղորդություն ունենք, մենք սուտ ենք խոսում, սիրելիներ։ Այստեղ խոսքը գրում է։ Եթե մի քիչ ավելի ներքևիշնենք, եթե ասենք հաղորդությունը ունենք, բայց խավարի մեջ պտտենք, մենք սուտազրույց կնենք զանիկա։ Նրան սուտ ենք ասում։ Աստծուն խափում ենք մենք, խափում ենք մեր անձը, խափում ենք մեր հոգիներին, խափում ենք ժողովրդին, եղբայրներին եւ քուրերին, որովհետեւ հաղորդության մեջ քայլող անձնավորությունը անպայման նրանից բխում է սեր, անպայման սփոփանք, անպայման մխիթարություն։ Եթե մեկը կարում է մխիթարի դիմացինին, եթե մեկը կարում է սիրո սփոփանքի խոսքեր ասի, եթե մեկը կարում է ինչ-որ ասեն գթություն ու ողորմություն ցուցաբերի, նա հոգու հաղորդության մեջ է, նա հոգու հաղորդության մեջ է։
Բայց եթե մեկը անընդհատ չարությամբ լցված, անընդհատ հակառակվում է, անընդհատ տեղը չի բերում, որ ինքը ում հետ է խոսում եւ չի հարգում դիմացինի ներկայությունը Աստծո մեջ, նա սերներ հաղորդություն չունի Աստծո խոսքի հետ։ Եկեք ինքներս մեզ չխաբենք ու մենք չերևակայենք մեր հոգեվոր կյանքը։ Չերևակայենք։ Սա շատ լուրջ խնդիր է, որ մենք պետք է մենք կյանքում նայենք եւ ուշադրություն դարձնենք։ Ելի եմ ասում, մեր հաղորդությունը հոր հետ, ինչի է գրված հոր հետ եւ Քրիստոսի հետ, եղբայրներ քուրեր։ Երկուսն էլ ունեն իր դերն ու նշանակությունը։ Հոր սերը եւ Սուրբ եւ Քրիստոսի հետ հաղորդությունը եւ նաեւ Սուրբ Հոգու հաղորդությունը։ Դրա մասին մենք կարդում ենք ուրեմն 2 Կորինթացիս 13:13-ում, տեսեք Պողոս առաքյալը ոնց է նկարագրում էդի։ Ես ուզում եմ ուղղակի 11-ից կարդամ, որպեսզի այս խոսքը լման լինի, իրար ասենք լրացնի։ Վերջապես եղբայրներ, ողջ եղեք, հաստատ կեցեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, խաղաղություն ըրեք, եւ սիրո եւ խաղաղության Աստվածը ձեզի հետ պիտի լա։ Բարև տվեք իրարու սուրբ համբյուրով, բարև կնեն ձեզի բոլոր սուրբերը։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենու հետ լինի, ամեն։ Փառք Տիրոջը։ Մենք միշտ սովոր ենք ասենք մեր ամենու հետ, չէ, բայց տեղը ասում է ձեր ամենու հետ հաղորդ լինի, ձեր ամենու հետ։ Այսինքն, տեսեք ինչքան կարևոր իրականություն կա ստեղ։ Հայր Աստծո սերը, Աստծո սերը, Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը, Հոգու հաղորդությունը։ Աստված, էսի մեզի այսօր Սուրբ Հոգին չի տվել, որ մենք մենակ օտալեզներով աղոթենք։ Դա նպատակը դա չի, սիրելիներ։ Օտալեզներով աղոթքը դա վերստին ծնունդի խորհրդանիշն է, այսինքն ապացույցն է, բայց Աստծո Հոգին ավելի լուրջ եւ ավելի կարեւոր բաներ ունի մեր կյանքի մեջ անելու։ Նայում ես, մեղավոր մարդ է, ապրում է մեղքի կյանք, ժամանակին ինչ որ ժամանակ, ասենք Սուրբ Հոգով մկրտվել է, եկեղեցում է եղել։ Հիմա ապրում է աշխարհի մեջ, հոգով աղոթում է Սուրբ Հոգու լեզուներով։ Ինչ նշանակություն ունի դա իր համար։ Ինչ նշանակություն ունի, երբ որ ես չեմ գտնվում Քրիստոսի մեջ, չեմ գտնվում Քրիստոսի հաղորդության մեջ, այս հոգու աղոթքը ոչ մի նշանակություն չունի, եղբայրներ քուրեր։ Կամ այսօր հաղորդություն ընդունեցինք սեղանին մոտիկացանք, հաղորդ եղան Քրիստոսի մարմնի եւ արյանը։ Եթե իմ հոգիս հաղորդա այս աշխարհին, այս սեղանի հաղորդությունից կյանք չի տալի։ Եթե ես չեմ դադարեցրել աշխարհի հետ հաղորդ լինելու, աշխարհի պղծություններին, չարություններին, տեսարանին, ինչ որ մենք տեսնում ենք ու զգում ենք այս աշխարհի մեջ, ցանկացած բան, որ որի հետ մտնում ենք մենք, եղբայրը ասես, չէ՞, մանրամասը, մտնում ենք կապի մեջ, դա հաղորդություն է։ Եթե մեկը մեկի տելեֆոնով խոսում է, թեկուզ դու նա գտնվում ասենք Հայաստանում դուստե, մենք իրար չենք տեսնում, բայց հաղորդվում ենք իրար հետ, որովհետև մենք իր հետ խոսում ենք եւ հաղորդակցություն նշանակում է, ես քեզ հարցնում եմ, դու ինձ պատասխանում ես։ Սա շատ լուրջ խնդիր է, եղբայրներ քուրեր։ Հաղորդության մեջ մտնել նշանակում է, ես քեզի հետ խոսում եմ, դու ինձ պատասխանում ես։ Չի կարող որ մենակ ես խոսամ ու դու լռես։ Չի կարող այդպես լինի։ Տերը ուզում է հենց այդպես խոսա մեզ հետ, այդպես հաղորդակցվի, որ մենք իրան հարցնենք, ինքը պատասխանի եւ ինքը ասի, մենք լսենք եւ մենք էլ իրան պատասխանենք։ Իր այդ համաձայնության գանք, իր կամքը սովորել իմանանք։ Եթե մեկը ուշադրություն չի դարձնում այս խնդիրներին, իր հոգեվոր կյանքի մեջ, ինքը շատ շուտով կձանձրանա հավատքից, կձանձրանա եկեղեցուց, կձանձրանա աղոթելուց, կձանձրանա Աստծուց եւ մի գեղեցիկ օրը կմեղադրի իր խնդիրների մեջ եկեղեցուն։ Կասի եկեղեցին էր մեղավոր, որ ես խնդիրներ ունեցա։ Վերջում էլ կդառնա Աստծո դեմք խոսա, որ Աստված ինձ չլսեց, աղոթքս չարեց, պատասխանները չտվավ, բա ուրա, եթե Աստված ինձ սիրում է, թող այս բաները լինի։ Ոչ մենք սիրում ենք Աստծուն ոչ թե նրա համար, որ ինքը մեր հարցերին լուծում տա, մենք սիրում ենք Աստծուն նրա համար, որովհետև ինքը իր որդուն է տվել մեզ համար, եւ իր որդին մեր փոխարեն է խաչը ելել, եւ մեզ համար արյուն է թափել, եւ մեզ համար բարեխոս է կանգնել Աստծո առաջ, եւ դրա համար մենք իրան սիրում ենք հենց նրա համար, որ ինքը մեզի հավիտենական կյանքի խոստմունք է տվել։ Դա ինձի բավական է, որ ես հավատարիմ լինեմ Տիրոջը, ոչ թե ես սպասեմ, թե Աստված ինչ անելու ինձ, ինչ ողորմություն անելու, որ ես ուրախանամ իր արած ողորմություններով։ Ինչ որ հարցի կարիք ունես դու, ցանկացած կազմակերպություն կարող է լուծել քո հարցերը։ Ուզում եք գնացեք, խնդիր ունես, սոված ես, գործի կարիք ունես, ինչ ունես, աշխարհի վրա դրված են այդպիսի կազմակերպությունները, որոնք կարող լուծեն քո խնդիրները։ Բայց իմ եւ Աստծո փոխհարաբերությունը սիրելիներ, դա պետք է լինի բարձր մակարդակի վրա իմ հոգեվոր կյանքի մեջ։ Առաջինը դա պետք է լինի։ Եկել եմ աղոթքի, ես ամեն բան պիտի թողնեմ, իմ խնդիրները, խնդիրները, դժվարությունները, կենսական հարցերը գամ Տիրոջ առջև, Տեր, ես քեզ եմ ուզում։
Ուզում եմ հաղորդ լինեմ, լսում եմ քեզ Տեր, ուզում եմ ես քեզ հետ մտնեմ հաղորդակցության մեջ, հաղորդ արեցի քո բնությանը, քո կյանքին, քո ավետարանին, քո խոսքին։ Եվ գիտեք, որ իր բնությունը, իր խոսքը Աստծո խոսքի մեջ է։ Ընդեղ է դրա կատարվում այդ ամեն ինչը։ Եթե մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, մենք հոգևորապես կաճենք, հոգևորապես կզորանանք, եւ այդ ժամանակ մեր առջև ինչ հալածանք, ինչ ցանկություն, ինչ մտքերի պատերազմ, դրանք մեզի խնդրեմ չեն սիրելիներ։ Ոչ մի անգամ խնդրեմ չեն ու չեն եղել մեր կյանքում։ Երբ մենք զարմանում ենք, երբ որ լսում ենք տարիներ շարունակ անընդհատ նույն հոգին, անընդհատ մտքերի պատերազմի մեջ է։ Տարիներ շարունակ անընդհատ ցանկությունների պատերազմի մեջ է։ Վերջը դրա վերջը երբ է գալու, երբ որ մեռնենք։ Աստված մեզի կանչելա, որ ինչ անենք, որ տառապենք դրա մեջ, որ չարչարվենք դրա մեջ։ Այստեղ ասում է ձեր ուրախությունը կատարյալ պետք է լինի։ Քրիստոնյա մարդը ուրախ պետք է լինի, հոգով լցված պետք է լինի, որ քայլելուց առաջնորդվել ես Սուրբ Հոգով լցված, տենան քեզի, որ քո մեջ հոգի կա, տենան, որ քո մեջ հաղորդակցություն կա դեպի Աստված, եւ քեզանից այն ժամանակ զգուշանան։ Փառք Տիրոջը, սիրելիներ։ Տերը փառավորվի։ Ուրեմն գտեք ու փնտրեք Հիսուսի ներկայությունը, նրա հոգևոր ներկայությունը, զորությունը, եւ այն ժամանակ դուք կզգաք, որ այսօր մեզանից յուրաքանչյուրին Տերը տվել է կենդանի քայլել Քրիստոսի հետ եւ իր մեջ։ Ասենք Փառք Տիրոջը։